Վաղ առավոտից Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը ողողված է հիշեցնող ու պահանջատիրական պաստառներով, ծաղիկներով, երգով, պարով, եռագույն ժապավեններով ու դրոշներով, նաև արևմտյան Հայաստանի վիլայեթների Վանի, Էրզրումի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սեբաստիայի, Բիթլիսի անուններով խորհրդանշական վրաններով։ 6 նահանգների կողքին ևս 2 վրան կա՝ Նախիջևանն ու Ջավախքը։ Սարդարապատի հաղթանակը համաժողովրդական պայքարի արդյունք է, ու այն կերտած քաղաքական ուժի դաշնակցության հետ 91 տարի անց վերածվում է համաժողովրդական տոնակատարության։ Մասնակիցների ոգևորությունը մեծ է, համոզմունքը մեկը։ Հայոց ոգին չի նահանջելու, քանի որ Սարդարապատի ոգին մեզ հետ է։ Առավոտից եկել ենք այստեղ մեր հաղթանակի համար մեծ ոգևորությամբ եկել ենք այստեղ բաժանում ենք բուկլետներ, թերթեր։ Սարդարապատը դուռ բացեց հայության դարավոր երազանքի առաջ, վերականգնելով անկախ պետականությունն ու ստեղծելով առաջին հանրապետությունը։ Արմեն Ռուստամյանը նկատում է 1918-ին դրսևորվեց անօրինակ ու աննախադեպ միասնություն, մինչդեռ այսօր էլ հապաղելու ժամանակ չունենք։ Սարդարապատով մենք նվաճեցինք մեր ապրելու իրավունքը, նվաճեցինք մեր հանրապետությունը, որը մինչև հիմա գոյություն ունի, եւ եթե չլիներ առաջին հանրապետությունը, խոսք լինել չէր կարող այսօրվա պետության մասին։ Մենք չպետք է կատարենք մի քայլ, անհեռատես մի քայլ, որը մեր ազգային նպատակներից մեզ կշեղի։ Չկատարենք մի քայլ, որը կլինի մեր ծերունդների հաշվին։ Դաշնակցությունը միասնականության կոչ է անում ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների վտանգավոր սցենարի։ Հայ-թուրքական վերջին հարաբերությունների զարգացումները նկատի ունենալով նաև մեր դիրքորոշումները հայ-թուրքական դաշնակցության, որոնք ենթադրում են, որ չպետք է Թուրքիան ուրանա ցեղասպանությունը, Թուրքիան չպետք է Արցախի ադրբեջանամետ լուծումով խնդրի պայմանավորի մեր երկկողմանի հարաբերությունները եւ ի վերջո ճանաչի մեր արդար իրավունքները։ Երիտասարդությունը այսօր լավ է պատկերացնում մեր ազգային պետական արժեքներն ու խնդիրները եւ վճռական է դրանք հետապնդելու հարցում։ Միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որով ամրագրվել են հայ-թուրքական սահմանները, Սևդի դաշնագիրն է, հիշեցնում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու հորդորում ամեն գնով այն մեր ձեռքում ամուր պահել։ Սևդի դաշնագիրը մեր ձեռքից չդիտանք։ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի ստանա ինչ-որ մի նոր փաստաթուղթ, որով ուժը կորցրած ճանաչի Սևդի դաշնագիրը եւ բնականաբար ասեն իր խնդիրները լուծի եւ այդ պատմական հարցը, որը մենք ունենք, մեր պահանջատիրության հիմքը, որ մենք ունենք, կորցնենք։ Արմեն Ռուստամյանի խոսքով ճակատագրական պահեր հայ ժողովրդի դարավոր պատմության ընթացքում շատ են եղել, ուստի այսօր խոնարհում բերելով մայիսի 28-ը կերտողներին անհրաժեշտ է մի պահ խորհել, չմոռանալով պատմության դառը դասերը։ Աննա Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, Երկիրն այսօր, Սարդարապատ։